Даже не выбор мой, что я хочу романтизировать войну. Это просто правда именно моей истории. Որտեղ է Կոլյա Ստեփանյանը։ 70 օր ադրբեջանական շրջափակման մեջ, 70 օր անհետ կորած, 70 օր հետո գուցե հրաշքով, գուցե պատահաբար, բայց փրկված։ Սա պատերազմի ռոմանտիկ կողմը չէ, այլ շարքային Ստեփանյանի իրական կյանքի պատմությունը։ Потому что была четырёхдневная война, и мы думали, что вот Մտածում էինք, որ սա եւս մի քառօրյա պատերազմ է, հետո չէ, երևի հնգօրյա, 6-օրյա, 7-օրյա, հետո ինչ որ մի պահ հասկացանք, սա չի պատրաստվում ավարտվել։ Դա իհարկե սարսափելի էր։ 44-օրյա պատերազմից 5 տարի անց մահվան հետ կռիվ տված երիտասարդը իր գրքի շնորհանդեսին պատմում էր. ընդամենը 256 էջ է անավարտ թվացող արհավիրքը։ Ինչպես փրկվեցին 6-ը եւ ուր կորան մյուսները։ Ինչ որ ժամանակ մեկ եղել եք միասին, ուրեմն եղել է 3 խումբ, վերջում կազմեցին 3 խումբ, ու դա եղել է բոլորի որոշումը, երբ որ արդեն առանձնացինք, ես չգիտեմ իրաց պատմությունը, դրա համար իհարկե չեմ կարող դրա մասին գրել։ Ցավոք սրտի ստացվեց այսպես, որ տղերքը երկու տղա վերադարձին Հայաստան գերությունից, մնացածը այո, ցավոք սրտի այսպես դարձվեց։ Կոլյայի, Արմանի, Դավիթի, Արսենի, Արթուրի եւ Ռուսլանի մասին 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Facebook-ում ավետեց Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ուրախ լուր, նրանք ողջ են։ Այս կադրերում տղաները հյուծված են, բայց ժպտում են։ Հրաշք էր տեղի ունեցել, արդեն հայրենիքում են։ Հետո նոր փորձությունների միջով պիտի անցնեին։ Հոլիվուդյան կինո հիշեցնող այս պատմությունը Կոլյան վերնագրել է «Որտեղ» ու գիրքը կարդալիս էլ կինոյի պես կադրերը շարվում են աչքիդ առաջ։ 70 օրվա ընթացքում փոխվել են այդ պայմանական որտեղները՝ Ջաբրայիլ, հետո Հադրութի անտառներ, լքված տների նկուղներ, տանիքներ, որտեղ ցերեկը ադրբեջանցիներն էին շրջում, գիշերն էլ, ինչպես Կոլյան է ներկայացնում, մաֆիան բացում էր աչքերը սնունդ հայթայթելու։ Днем там были азербайджанцы, а ночью наступало наше время, как в мафии, да? И мы выходили за едой, находили новые дома. Մոսկվայում ծնված մեծացած Կոլյան պատերազմից մի քանի ամիս առաջ էր որոշել վերադառնալ հայրենիք, կամավոր զինվորական ծառայություն անցնելու։ Հուլիսին զորակոչվեց, սեպտեմբերին պատերազմը սկսվեց, հետո անհետ կորավ, չիմանալով, որ պատերազմը պարտված է։ Հետո էլ վիրահատություն, ցրտահարված ոտքերի ամպուտացիա։ Смирился с тем, что умру, и тут мне говорят, что там что-то надо отрезать. Համակերպվել էի այն մտքի հետ, որ մահանալու եմ, ու հանկարծ ինձ ասում են, որ ինչ որ բան են ինձնից կտրելու։ Էլ չասեմ, որ արդեն Հայաստանի ճանապարհին քննարկում էինք, որ թերևս միայն Դավիթին կազատեն զինվորական ծառայությունից։ Քանի որ նա հրազենային վիրավորում էր ստացել, ձեռքն էր վնասված։ Ու մտածում էինք, թու, հաջողակ է Դավիթը, հիմա տուն կգնա, իսկ մենք նորից բանակ։ Ինչ որ իմաստով դա հաճելի բոնուս էր։ Իսկ հիմա ես կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս, թե ինչ տեսք ունի պրոթեզը։ Երբեմն ինձ անգամ օգնում է։ Մի քիչ անհարմար եմ զգում ասել, բայց կարծում եմ, որ հայ տղաներից շատերը երբեմն լարվում են, երբ կողքը կարճ շրջազգեստով կամ շորտով աղջիկ է լինում։ Բայց երբ ես արդեն շորտով ու պրոթեզով դուրս էի գալիս փողոց, մոտավորապես զգացի ինչ են զգում այդ աղջիկները։ Դու շատ ուշադրություն ես գրավում, տարբեր են էմոցիաները։ Բայց դա ինձ դուր է գալիս, մի տեսակ ինձ կիբորգ եմ զգում։ Սա հերոսական պատմություն չէ, այլ մի խումբ մոլորված, անփորձ, կյանք չտեսած տղաների ամեն գնով ապրելու փորձ։ Արդեն գրքից դուրս ռուս լրագրողի հետ զրույցում հանդիսատեսի առաջ անկեղծանում էր պատերազմ տեսած գրողը։ Ազատության հետ զրույցում էլ ավելացրեց. ընկերությունը փրկեց իր կյանքը։ 5 տղաները, որի հետ ես այս ամեն ինչով անցել եմ, իհարկե շատ է փոխել ամեն ինչ։ Ես մենակ լինեի, կարծում եմ կխելագարվեի, կարծում եմ չէի դուրս գա, կարծում եմ
շատ ավելի դժվար կլիներ իմ համար ու այդ ընկերությունը ընդհանրապես ես հայկական բանակի կմաղթեի, որ այդ ընկերությունը, այդ սերը ընդհանուր լիներ Զորամասում ու ոչ միայն զինվորների միջոց, բայց նաև օֆիցերների եւ զինվորների։ Իսկ ինչու պարտվեցինք։ Գրքում հատուկ անուններ էլ կան նշված։ Չի խնայել ոչ մեկին, առաջին հերթին հենց իրեն։ Ինչպես փախան հրամանատարները, ինչպես 18-19 տարեկանները վախի առաջ մնացին մեն-մենակ, ինչպես։ Երբ Հադրութը գրավեցին, մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, մեր հրամանատարը փախավ։ Մոտ 300-400 մարդ, հիմնականում բոլորը երիտասարդներ էին։ Նոր էին ծառայության անցել ու պատրաստ չէին այդ ամենին։ Ու հանկարծ շրջափակում։ Հաճախ երբ պատերազմի թեման քննարկվում է, շատ հպանցիկ են անցնում այս խնդրի կողքով։ Ինչու պարտվեցինք։ Հազար ու մի պատճառ են բերում ու շատ քիչ դեպքերում կլսես։ Պարտվեցինք, որովհետև բանակը անգործունակ էր։ Մեզ միայն մի բան էին լավ սովորեցնում՝ շարային քայլ ու վերջ։ Ինձ համար դա շատ կարևոր է անընդհատ ասել, որովհետև գուցե հիմա էլ շատ բան չի փոխվել։ Բայց ես ոչինչ չեմ ցանկանում մոռանալ։ Գրքի հենց առաջին էջերում գրում է ընդամենը 22 տարեկանում Արցախյան երկրորդ պատերազմի վետերան դարձած Կոլյա Ստեփանյանը, որ իր 5 ողջ մնացած ընկերների հետ մի քանի ժամ շարունակ Նեղլիկ գրախանութում հավաքված մարդկանց ժպիտով, տեղ-տեղ շատ սև հումորով պատմում էր, ինչ սարսափելի էր բաց աչքերով պատերազմին նայելը։